Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, դուք գործարար ալիքն եք լսում կամ դիտում FM 106.5 հաճախականությամբ կամ մուլտիմեդիա հարթակներում։ Եթերում հետախույզի օրագիրը հաղորդումն է, իսկ դա նշանակում է, որ առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Վովա Վարդանովն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև ձեզ։ Լուր տարածվեց այն մասին, որ շուտով, այսինքն հունիսի 12-ից մինչև 19-ը սկսելու են զորավարժություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ Նախիջևանում։ Տարեսկզբին էլ էր եղել զորավարժություն Թուրքիայի ու Ադրբեջանի մասնակցությամբ Կարսում, դրան հետևեցին նաև ադրբեջանա-իրանական զորավարժությունները օկուպացված Արցախի տարածքում եւ էլ չասած, որ Ադրբեջանը շարունակում է զինվել ընդ որում ոչ պաշտպանական զինատեսակներով եւ առաջ մղել Հայաստանի ապառազմականացման նախապայմանը։ Եկեք հասկանանք ի վերջո, սա ուժի ցուցադրություն է, թե իրոք կա սպառնալիք։ Իհարկե բազմիցս խոսել ենք, բայց այս ֆոնին փորձենք հասկանալ ինչ է սպասվում մեզ։ Սպառնալիքներ կան միշտ, նույնիսկ եթե ինչ-որ զսպող մեխանիզմներ չաշխատեն թուրքերի վրա, ենթադրենք էլի չաշխատեցին, կարող է թուրքը իր կամքով չհարձակվի, որովհետև ինքը մեզանից ամեն ինչ ստանում է գայլն ու գար տարբերակով, էլի ասենք, կարողանում է ուժի սպառնալիքով ստանալ շատ ու շատ բաներ, ասենք Խերմլու գյուղը, ասենք թույլտվությունը Բաղանի սայրումում եւ Աշագի Աքսիպարայում պատմական ոսկեպարում, ասենք առաջ գալը, առանց մեր կողմից դիրքային զիջումների Ղզլ Հաջիի, ասենք, վերաբնակեցման եւ դիրքերի առաջ բերելու հարցը մեր թույլտվությունը։ Դա ամեն ինչը ինքը ստացել է ուժի սպառնալիքով։ Որ դա փողզիջում չէր, արդեն պարզադառել միանշանակ ու ինձ ոչ մեկ չի համոզի, որ դա փողզիջում էր, որովհետեւ, ասենք, հենց նույն տարածքում Բերքաբերի հողերը ընդհանուր առմամբ մոտ 1000 հեկտար, որից 700-ը բանը հենց Բերքատու այգիներ են եղել ժամանակին, ոռոգվող եւ այլն։ То есть թանգանոց հաճույք էլի, то есть եթե նույնիսկ չվերցնենք իր բանը, Օդունդախ ծառի մոտորապես 25-30%-ը, ասենք, սենց երանկյունիով դեպի Գագաթ գնալը եւ Փարախլի եւ Ղուշի այրում գյուղերի կապող, ասենք, այդ հատվածին շատ մոտիկ նույնիսկ ինչ որտեղ ճանապարհի վրա դուրս գալը եւ իր մարտավարական կարեւորությունը եթե մի կողմ դնենք, ինքը եկամուտի աղբյուր է, որից թուրքը չի ուզում հրաժարվի, եթե չի օգտագործում, չի ուզում հրաժարվի մեզ եկամուտի աղբյուրից ոնց որ ասած զրկելը։ Կարճ ասած, այդ հողերը մեզ չի վերադարձվել, այն դեպքում, որ արդեն խոսացվում է ուրիշ տեղեր, դելիմիտացիա, արդեն հասկանալի է, որ սուտ դելիմիտացիա է, դեմարկացիա, արդեն հասկանալի է, որ սուտ է, որովհետև եթե սկսում էինք, ոնց որ այն ժամանակ թուրքերը եւ ասենք մերոնք հայտարարում էինք, որ սկսում ենք նոյեմբերյանի շրջանից եւ Ղազախի շրջանից, դա պիտի լիներ փոխադարձավոր։ Քանի որ դա չեղավ, հասկանալի է, որ մենք զիջեցինք, ինչի համար, որ ես այնքան բարիությունով դրթված չենք, մանավանդ ասենք 20, 22, 23 թվականներից հետո բան ենք էլի, մեծենատ ենք, թուրքական էթնոսների միավորման, ասենք, ջատագողն ենք էլի, սենց ուզում ենք ֆինանսավորենք ու աջակցենք դրան, իհարկե ոչ, ուժի սպառնալիքի տակ է այդ ամեն ինչը տեղի ունեցել։ Նույնը, ասենք, բանի մասին կարելի է խոսալ, խաղաղ պայմանագրի մասին կարելի է խոսալ։ Եթե խաղաղ պայմանագիրը անգամ ստորագրվի, ինչը շատ մասնագետներ դիվանագիտության մեջ խորացած քաղաքականությունից լավ հասկացող կամ ասում են լավ են հասկանում, որտեղ շատ դժվար է այս աշխարհում հասկանալ ինչա կատարվել եւ ինչ պիտի կատարվի։ Իրանք պնդում են, որ խաղաղ պայմանագիր թուրքերին պետք չի։ Ես էլ եմ կարծում իրանց պետք չի, բայց հետնել լինել վատ չի։ Սենց տարբերակն եմ կարծում։ Հիմա նույնիսկ եթե խաղաղ պայմանագիրը լինի, լինելու են ուժի սպառնալիքներ եւ ասենք տեղ-տեղ լոկալ կետային
ցուցադրություններ եւ հնարավոր է ուշի կիրառություններ, ոնց որ եղավ, ասենք, երկրապահի տղաներին դիրքապահի ֆունկցիա կատարող 4 հոգու սպանությունը։ Դա բացայց սպանություն է, համոզված եմ, որ մեր անողնաշար չի, մեր, ասենք, Ֆեմիդան եւ քրեական գործ է բացել, որտեղ դա չի կարելի անվանել պատասխանատվություն, փոխհրաձգության արդյունքում դրանից 2 օր առաջ վիրավորվել էր թուրք զինվոր ասկեր դիմացի դիրքերից։ Դա պատասխանատվություն չի ստացվում էլի։ Ինչ վերաբերվում այդ զորախաղերին, այո, զորախաղերը դա համ ուժի ցուցադրություն է, իսկ ինչը ավելի կարևոր է, ուրեմն ստորաբաժանումները, այդ թվում նաև տարբեր վերադասներ ունեցող, խոսքի օրինակ կարա չէ, ստորաբաժանում լինի, որը ազգային անվտանգությանն է պատկանում եւ իր կողքը ստորաբաժանումը, որը պատկանում է պաշտպանության նախարարությանը եւ իրենց թիկունքում ստորաբաժանումը, որը պատկանում է ներքին գործերի նախարարությանը։ Այդ տարբեր վերադասներ ունեցող ստորաբաժանումների իրար հետ համագործակցելը։ Թուրքերի դեպքում տարբեր վերադասներ նկատի ունեմ, ուրեմն բացի զորքերի եւ բաների տեսակների տարբեր վերադասներ ունեն, նաեւ տարբեր երկրների գլխավոր շտաբերին են ենթարկվում։ Եվ այդ համագործակցությունը 20 թվականին թուրքերի մոտ մի քիչ կամ շատ ավելի լավ էր, քան մեզ մոտ, պատճառներից մեկը կառավարելիության կորուստի, զորքերի կառավարելիության կորուստի եւ մեր հետ նահանջի, որը որ փախուստի վերածվեց տեղ-տեղ մինչև Շուշի հասնելու, Շուշին անկանոն ձևով, ասենք, ռազմական գործին ի հակառակ, ասենք, գործի պոստուլատներին ի հակառակ Շուշին հանձնելը, հետ վերցնելու նպատակով հանձնելը առանց լուրջ հարձակումների, առանց ընդհանրապես որևէ հարձակումների, զուտ սպառնալիքների անվան տակ, ինչը աղրվել էր նաև ոնց որ թե նաև Հադրութում։ Այդ ամեն ինչը մշակվում է զորախաղերի միջոցով, զորքերը իրար հետ խոսալու միջոցով, համագործակցելու, վերադասների համագործակցելու։ Կարճ ասած, իրենք աշխատանքա, որ տնային աշխատանքա կատարում են, իսկ մեր դպրոցը, ասենք, եվրո եսիմինչ ստանդարտներով ոնց էր բոլոնյան ոնց էր կոնֆերանսի թե կոնվենցիայի ստորագրության արդյունքում մենք աշակերտներից դաս չենք հարցնում, տնային աշխատանք չենք տալի, գնահատական չենք տալի, իսկ իրանք, ասենք, բավականին թքած ունեն, ասենք, բոլոնյան բանի վրա, այդ ամեն ինչը ես բան եմ անում, էլի, պայմանական եմ ասում, անալոգիա եմ անցկացնում, իրանք թքած ունեն, իրանք խնդիրներ կա, որ խնդիրները լուծելու համար իրանց դասագիրքը պետք է ավելի կոնկրետ կիրառելի լինի, իրենց աշակերտը պետք է ավելի խիստ գնահատվի, իրենց աշակերտը, որը ուզում է, ասենք, վերև բարձրանա եւ պետական պաշտոն ծառայի, զբաղացնի, պիտի բացի դրանից, որ բանակում պիտի պարտադիր ժամկետային ծառայություն ասնի, նաեւ պետք է նորմալ դպրոցում գնահատականներ ունենա։ Ես այդ զուգահեռներ եմ անում, բայց մեկը մյուսից ոչ պակաս կարևոր բաներ են, էլի։ Այդ ամեն ինչը բերում է դրան, որ մենք ավելի ու ավելի զիջելու ենք ուժի սպառնալիքների, ասենք, ներքո, ավելի շատ զիջումների ենք գնալու։ Դրան ի պատասխան ինչ-որ բան կա, միանշանակ դպրոց սովորել, նաև 18-20 տարեկան ժամկետային եւ 20-ից 55 տարեկան պայմանագրային շարքային եւ սերժանտական անձնակազմը բանակի, նորմալ սովորեն, ասենք, նաև սպայական անձնակազմը, ով արդեն ուսումնարանը ավարտել է, ասենք, ռազմական ակադեմիան, որտեղ միջև հիմա մեր ուսումը ես համարում եմ, որ ինձ ոչ մեկ չի կարա համոզի, որ
Այս մեկ ավելի լավն է, այն մեկ ավելի լավն է, այսի են փոխել, ես նայում եմ կիրառելիությունը իրանց։ Ոչ մեկ ինձ չի կարա համոզի, ասենք, որ սպան 18-20 առարկա, որ պիտի տիրապետի եւ դաստ է իր աշակերտներին, ինքը ի վիճակի է լինել հրամանատար։ Դասատուի, վարժապետի եւ հրամանատարի մեջ մեծ տարբերություն կա։ Դու ճարահացյալ կարաս լինես, վարժապետ եւ անհրաժեշտության դեպքում հրամանատար, դա բայց բացառությունների մասին է, ինչպիսի բացառություններ նաև, ասենք, գլխավոր շտաբի պետի կողմից ուսումնական փաստաթղթի ֆունկցիաներ կատարող ոմային հանձնարարվեց գումարտակ ձևավորել եւ գլխավորել այդ գումարտակը մարտի դաշտ տանելով։ Դա բացառությունն է, բացառությունները ընդհանրապես ընդգծում են կանոնի, ասենք, հաստատուն աշխատանքը։ Այ մեր մոտ ունս հակառակն է, էլի։ Մոտ հակառակն է, ցավալի է։ Ինչ վերաբերում է այդ զորախաղին, նորից անդրադառնանք դե կոնկրետ զորախաղին, Նախճիվանի վրա 2 օր առաջ էր կարծեն դրոշի փոխանակում իրենք արեցին, այդ իրանց մոտ ստանդարտ արարողակարգ է, որը սիմվոլիզմով հագեցված է, կամրջի վրա ներկա էին բանը շատ սիրուն բանը կարմիր գույնի վառ հագնված նվագախումբը, որը երևի հիմներներ նվագում եւ զորքերը այսօրով շատ մոդայիկ բանը ներկված sense մարտի դաշտից դուրս մի քիչ բանը ծիծաղ առաջացնող տեսքով, ճիշտ է, մենք էլ ենք տենց կապիկություններ անում մարտի դաշտից հեռու sense ներկեր բան այդ ավելի վախենալու երևալու երևի այդ մաորի ցեղի են բանն խականներն են որ sense իրար բդերին խփում են գոռում են լեզուն հանում են բան ընդ երևի է դա էլի բայց իրականում նույնիսկ նորմալ պլաս բանակել չենք կարում ոչ իրանք են ոչ մենք էլի ասենք կապիկ ենք էլի կան օրինակում ենք ասենք բայց լավ չխորանամ դրա մեջ թե չէ լիքը մարդ կնեղանա այդ թվում նաև թուրքերը Պարոն Վարդանով բանակից խոսեցինք Ադրբեջանի հզորացման զուգահեռ մենք բանակում անում ենք ամեն ինչ որ լավ լինի այն տղաներին ովքեր չեն ուզում ծառայել, քիչ են ուզում ծառայել, նաև բերվում է հայեցակարգ, որ պիտի ընդհանուր ժամկետային զինծառայության ժամկետը կրճատվի 2 տարուց։ Եվ դրան զուգահեռ այս ընթացքում որքան որ ես հասցրել եմ շփվել մարդկանց հետ ովքեր նոր են վերադարձել բանակից, հիմնականում երբ հարցնում էի, հա, ինչ եք արել բանակում այս ժամանակահատվածում, նշում են, որ համարյա ոչինչ չեն արել։ Դե ոնց էլ էլի մուկ տաշած կլնեն, խաղացած կլնենք, դա էլ զբաղմունք է, այդ ինչ որ բան արել են։ Հնարավոր է գումարից բացի նաև ասենք ուռել են, հարբել են կամ հնարավոր է։ Իսկ հնարավոր է ուղղակի ասենք պարկել են, քնել են, չաղացել են, հաց են կերել, հա, բայց դա էլ է ինչ որ բան անել էլի։ Իսկ ընդհանուր ձեր տեղեկատվությունն ինչպիսին է մեր բանակում, մեր զինվորների մարզվածությունն ինչպիսին է, որքանով է դրան ուշադրություն դարձվում, որքանով ենք պատրաստ այն մարտահրավերներին, որ կա հենց բանակում, հա, այլ չասած բանակից դուրս հասարակությունը եւ այլն։ Մարզվելը էդի այն բանն է, էլի, իմ շեփուրնա կամ սրինգը, որ ես միշտ փչում եմ մարզվելու եւ բանը ոչ պիտանի դասեր անցկացնելու մարտում ոչ կիրառելի դա տարբեր բաներ են թվում է թե մարզվել են դաս են արել բան շատ վայրի էր ասենք մի քանի ամիս առաջ երբ որ ես տեսա որ գլխավոր շտաբի թե պաշտպանության նախարարության գեներալից հետը բարձրագույն շարային հանձնում եթե ֆիզոմ ճիշտ է որ իրանք ցամփոր չլինեն հղի կնոջ տպավորություն չթողեն շարային գլխավոր շտաբ եւ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաները շարային, հա հետո է իրանց հանելու, ասենք պլացի վրա գանյատ անել էլի պատերազմի դաշտ նա այդ ամեն ինչը այդ ոչի մեջ է եթե այդում դա եթե գեներալիզետ է դա անում ոչ թե ասենք ֆորմուլաներ ականություն հանձնում որեսի ոնց անի որ 10
բանը 12 կոեֆիցիենտով աշխատում է մարտի դաշտում սենց լեռնային պայմաններում արտիլերիան աշխատում ասենք բալիստիկան մի քիչ ասենք բարձր ցածր հաշվի առնելով մթնոլորտային ոչ թե այդ տիպի քննություն են հանձնում այլ քննություն են հանձնում շարային դա պարապմունքի վարժանքի իմիտացիա է դա շարունակելն է իմ ասած շատ տհաճ բայց միևնույն ժամանակ շատ վտանգավոր մեր բոլորի կյանքի համար պլաց բանակ հրապարակային դերասաններ բանակում ունենալու բանակը դարձնում են պլաց չէ կներեք շարունակում են պահպանել պլաց բանակ վիճակում շարային քայլել պետք է հա երևի իհարկե մի քիչ որ աճ ձախից տարբերեն որ ասենք մի դասակը հրամանով կարողանա աճ գնա մյուս դասակը ձախ գնա բայց հնարավոր է այդ ամեն ինչը այդ վարժանքները սա կիրառել ասենք մարտավարական համատեղել մարտավարական վարժանքների հետ զենքը ձեռը որ ռեֆլեքսներ ձևավորվեն Միջև հիմա չեն հասկացել որոշ մարդիկ, որ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակները անցել են, զենքի տեսակները փոխվել են, խոցման հնարավորությունները փոխվել են, մարդկային խմբերի մի հարվածով ոչնչացնելու հնարավորությունները զարգացել են, մինչև հիմա դա չեն հասկացել, մինչև հիմա չեն հասկացել, ասենք, որ շարքը դա ռազմական մարտավարական վարժանքա եղել ժամանակին եւ իր իմաստը դրա մեջ է վերջի կիրառելիությունը ասենք շարքով նաեւ հրազենով շարժվելը եղել է 19-րդ դարի առաջի կեսում մասսայական նապոլեոնական պատերազմի ժամանակ դա կոչվում էր լինեյնի տակտիկա то есть գծային մարտավարություն երբ որ ասենք հրամանատարը ռացիա չուներ լար չուներ sense չէր կարող ֆրազներ ասեր ալո Սմոլնի Վլադիմիր Իլիչ sense կամ պարոն Չերչիլ sense այդ բախտերը չկար դեռ եւ հրամանատարը պետք է գոռալով իր 100 հոգու ենթականերին հրաման տար որպեսզի իրանք լսեին իրենց այսպես շոտ քիփ էին կայնացնում որպեսզի 100-200 մետր կրակող ասենք ոչ ճշգրիտ զենքը կործանարար հարվածներ հասցներ պետք է միաժամանակ կրակեին հետնել ասենք պարկելու դեպքում դժվար կլներ 100-ին բարձրացնել ոտի կայնացնել դրա պատճառով շարքի մեջ էին կռվում բայց դրանից հետո այնքան ժամանակ անց է այնքան զենքեր են զարգացած ասենք հայտնվել է ասենք զենքը որը որ փողից չես փամփուշտը դնում այլ հետևից ես դնում կոչվում է կազնազարյադնի չգիտեմ հայերեն ոնց կլինի մեր լինգվիստները որ ինչ սիրում են ուղղել թող իրանք թարգմանեն բան կոմենտների մեջ իդեպ կոմենտն էլ հայերեն չի բանը ուրեմն հետո հայտնվել են բանը մեջը ակոսներով զենքեր հայտնվել են փամփուշտներով լի բաներ որ մի քանի փամփուշտա մեջը լինում հետո հայտնվել են ինքնաձիգներ որոնք ասենք ամեն կրակոցից հետո մի գործողություն չէր անում հետո նոր կրակում այլ մենակ կարում ես մատով շարժես հետո հայտնվել են ավտոմատ կրակող ասենք զենքի տեսակներ զինվորի ձեռքում ոչ թե ասենք բանը գատլինգի կամ ասենք մաքսիմի գնդացիրը երբ որ ասենք 1000 հոգու վրա մի հատ էր հասնում ու դա բավարար էր մարտի դաշտում առավելություն ունենալը միջուկային զենքին չհասնեմ ռմբակոծելու հնարավորությունները ավիացիայով հրետանու կողմից այդ ամեն ինչը թույլ չի տա մարտի դաշտում կիրառել շարքը շարային պատրաստությունը հիմարությունն է այդ աստիճանի ասենք իր վրա ժամանակ ծախսելը հիմարություն դա մեզ բանակ ունենալուց զրկելու ձևերից մեկն է դրանով տառապում էին մեր բոլոր ասենք ռազմական ղեկավարները սկսած ասենք երևի Վազգենից հետո ով եղել է իրանցով բոլորով ես չեմ ուզում առանձնացնեմ նախորդ հին բան սաղել էտեն եղել
սաղի ֆանտազիան, ասենք, բանակաշինության բարձրաստիճան начальникների երիքում էր, որ զորամաս գալուց մի հատ ասեին, մի հատ շարայինով ոնց եք տենակ, այս ինչ լավ է կարգին զորք է։ Իհարկե դաշտում, սարում գնալ, կոշիկները կեղտոտել, որտեվ պետք է թաց չէ, ասենք այն զորքը նայես ոնց է վազում, բանանում, այդ տիպի ստուգելը շատ ժամանակ է, խլում սեղանի կողքը նստել, ասենք, ու լսել, ասենք, քծնող բաժակաճառերը, ասենք, ստուգվող ստորաբաժանումների կողմից, հասկանում եմ, չի դզում էլի, ասենք, ուր 2 ժամ պետք է շեֆջային քո ցավը տանեմ, քո թազա կոչման պագոնի ցավը տանեմ, շնորհավորում ենք, ուր 2 ժամ էտի լսի, ուր 5 րոպե, ես հասկանում եմ իրոց։ Ու այտենց մեր մոտ եղել է առ այսօր էլ է այդպես։ Թուրքը կողքներս ոչ թե գտնվում է ոնց որ սրանից 15-20 տարի առաջ, այլ հաղթանակած մարտերում ոգևորված մոտիվացիան իր մոտ շատ բարձր աստիճանի վրա, երբ որ սրանից 25 տարի առաջ մեր ջոկատի վետերան պաշտպանության նախարարության զինվորական ակադեմիայում հետախուզական ցիկլի ավագ դասախոս Էդուարդ ազգանունը չեմ ուզում ասեմ, ասենք, ասել էր մի բանի վաղտ զեկույց էր պատրաստել, որ թուրքերը ռևանշիզմով են, ասենք, բանանում, իրենց հասարակությունը վարակում, իրեն համարյա գլխավոր պատճառը իր դուրս գալու այդ ակադեմիայից էդ եղավ, ոնց թե թուրքը ռևանշիստ է, տեսակ կազյոլներ, նու մի մասը մահացել է, չեք տեսել, տեսակ որ էդիկը ճիշտ էր, տեսակ, ու այտենց մարդիկ, որոնք սպիտակ ագրավի տպավորություն են թողում, իրանք շատ հաճախ ճիշտ են լինում, շատ հաճախ, որտեվ գետի հունով գնալ, չդիմադրել ինչ-որ ուժերի ներքին, դա հեշտ է, դա անում է համ հավես չունեցող բարձր ինտելեկտի տեր մարդը, համ ինտելեկտուալ ոչնչությունը, համ խիզախ մարդը, որ չի խորանում, ասենք, խեն իրան այս շարայինով քայլեցնում, համ ասենք վախկոտը, որտեվ իրան ձեռատալ, ինքը հոջոգում է, ինքը դրա հաշվին, ասենք, մարտի դաշտ չի հետա, ինքս պարադով կետա գգա, հետո ասենք, պարադով կգա կշարվի, միտեղ մի հատ մոստ միջև իր մարտի դաշտ հասնելը կգամփսնեն ու իրանք ասեն, վсё, դե չես հասցնում մարտի դաշտ, կարճ ասած, բոլորին ձեռատալի։ Բացի հայրենիք պահպանելու ցանկություն ունեցող, բացի արժանապատվություն ունեցող մարդկանցից բոլորին ձեռատալի։ Բոլորին։ Եթե սեն շարունակենք, կգանք եւս էլի կորուստների։ Երևան, օրինակ, Երևանը կուրս եք, չէ։ Դուք էլ եք այդ սխալը անում, Սաթիկ ջան, դու ես անում, ասում ես Ադրբեջան։ Թուրքը Երևան է ասում։ Ինքը չի ասում Սյունիք, ինքը ասում է Արևմտյան Ղարաբաղ կամ ասում է Զանգեզուր։ Մեզ ընդհանրապես այս սաղ երկրին ասում է Արևմտյան Ադրբեջան։ Այքանի մենք չենք հասկանում, որ մենք պիտի լավ Բաքու չենք ուզում, Կասպից ծովը լավը չի, կեղտոտ է, մեջը ցուրտ է, բայց այն տարածքները, որը քիչ թե շատ հայերի հետ առնչվել է եւ հայկական անվանումներ ունեն, մենք պիտի անգամ օֆիցիալ ասենք Պերեպիսկի մեջ հայկական անվանումներ օգտագործենք։ Միայն դիվանագիտության մեջ էնել հարաբերվելով թուրքերի հետ, մնացած բոլոր երկրների հետ, էլ չեմ ասում մենք ներսում։ Մեր համար չպիտի լինի գյանջա, մեր համար պիտի լինի գանձակ, մեր համար չպիտի լինի քարվաճառ, մեր համար պիտի լինի քարվաճառ, ոչ թե գելբաճառ, մեր համար չպիտի լինի լաչին։ Խանքենդի ենք հեսա ասելու, հա? Բա թուրքերի ձեռն է, խանքենդի ենք ասելու։ Բա խենք Ադրբեջան ասում։ 107 տարեկան ասենք այս տարածքում հայտնված տերմինը, որը որ դրվել է այս տարածքի վրա, որովհետև հավակնություն ունեին պարսկական տարածքների վրա։
Հիմա եթե տակի տարածքները կոչվեր, չգիտեմ, Շիրազ, իրանք կանոնը կդնեին Շիրազ։ Խենք Ադրբեջան ասում։ Այ սաղ էդի օգնում է։ Սաղ օգնում է հակառակորդին, մեր միջոցով է օգնում, որտեղ մենք հաշտվում ենք դրա հետ, որ Արցախը դա Ղարաբաղ է, մենք հաշտվելու ենք շուտով մեր մեջ, որ Սյունիք, ինչ Սյունիք, հա, դա մենք էլ ենք Սյունիք, մենք մեկ Սյունիք ենք ասում, հաշտվելու ենք այդ մտքի հետ, որ դա արևմտյան Արցախը, բանա Ղարաբաղը կամ Զանգեզուր, հետո կհաշտվենք, որ դե Երևանս որն է, սրանից 200 տարի առաջ Երևան են ասել թուրքերը, սկսենք դա ասել, սա իրար հետ շահ կապված, սաղ, լավ պետությունը ղեկավարվում այս պահին այն մարդկանցով, ովքեր որ փորձում են ժամանակ շահեն, դիվանագիտական բան եւ ուժի սպառնալիքների տակ ինչ ասես, ասենք կարող է ասեն, ստորագրեն, բնական է, ասենք չուզենալով կորցնեն այս տարածքում իշխանությունը, բնական է, չեն ուզենա, բայց ով ասում, որ դիմադրողը մենակ ինքը պետք է լինի, բայց չպետք է ժողովուրդն էլ դիմադրի, եւ դիմադրելու ձևերից մեկը ամենաքիչը իրենց զավակներին նորմալ ռազմական գործ սովորացնելն է եւ թուրքերի խոսքերը չկրկնելն է, նաեւ անվանումների վրա։ Շնորհակալություն, պարոն Վարդանով, զրույցի համար։ Իսկ ես մեր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ եթերում հետախույզի օրագիր հաղորդումներ, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։